Խոնարհությունը լռություն չէ, խոնարհությունը սրտի ճիշտ դիրքն է։ Խոնարհ ես։ Մարդիկ երբեմն կարծում են, որ խոնարհ լինելը նշանակում է քիչ խոսել, միշտ լուրջ լինել, չերևալ կամ աչքի չընկնել, բայց իրական խոնարհությունը դա չէ։ Դու կարող ես շատ շփվող լինել, ակտիվ, ծառայող, մարդկանց մեջ նախաձեռնող ու միևնույն ժամանակ ունենալ խոնարհ սիրտ Աստծո առաջ։ Իսկ մեկը, ով միշտ լուռ է, լուրջ է, ձգտում է չթողնել որևէ տպավորություն, կարող է իր ներսում տարված լինել ինքնաարդարությամբ ու եսակենտրոն լռությամբ։ Իսկական խոնարհ մարդը չի ամաչում ընդունել իր սխալը, նա չի փորձում պահել կատարյալ հավատացյալի դիմակը, նա անկեղծ ասում է. Տեր, ես չգիտեմ ամեն բան, ես չեմ վստահում ինձ, ես վստահում եմ միայն քեզ։ Նա կարող է ժպտալ, վազել, խոսել, ծառայել, բայց նրա սիրտը ներքուստ խոնարհված է Աստծո կամքի առաջ։ Խոնարհ լինելը նշանակում է վստահել Աստծուն, ավելի, քան ինքդ քեզ։ Դու կարող ես հաջողված լինել, ուժեղ, խելացի, բայց գիտենաս, որ այդ ամենը քո արժանինքներից չի բխում։ Դու գիտես, որ դա Քրիստոսն է քեզ ներել, և Քրիստոսը նաև քեզ ներել է, բարձրացրել ու առաջնորդել։ Ու դա իրական խոնարհությունը, ոչ թե տեսքն է որոշում դա, այլ սրտի ճիշտ դիրքը։ Աստված չի տպավորվում կերպարանքներից, նա նայում է ներսդ ու երբ գտնում է խոնարհ սիրտ, նա մոտենում է սիրով ու զորությամբ։ Քանի որ Աստված սրտեր ու երիկամներ քննող Աստված է, և նա տեսնում է մեր ներսը, մի բան, որը արտաքինով չի երևում։